Լիդիանի անեկամուտ շռայլությունները Lydian International-ը Հայաստան ներմուծեց նոր մշակույթ, որը երբևիցե չէր կիրառվել այլ ընկերությունների կողմից։ Բացի հանքին անհրաժեշտ տարածքներից, Lydian-ը վարձակալել է մոտակա համայնքներին հարակից հողատարածքներ և տարիներ շարունակ վճարել է վարձահամայնքային բյուջեներ։ 2008 թվականից ի վեր Lydian-ը Սարավանի, Գորայքի և Գնդեվազի համայնքային բյուջեներ վճարել է 3,3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ցիանիդային տարալցման հարթակի ստեղծման նպատակով Գնդեվազ համայնքի ծիրանի այգիները հատվել են, ինչի դիմաց ևս 560,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վճարվել է Գնդեվազ համայնքին հողի կատեգորիայի փոփոխման համար։ Ի լրումն 2016-ին Lydian-ը Գորայքում, Սարավանում, Գնդեվազում և Ջերմուկում սոցիալական զարգացման ծրագրերում ներդրել է 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Դեռևս եկամուտ չունեցող Lydian-ը լույս հիմնադրամին նվիրաբերել է 122 միլիոն դրամ։ Հաշվի առնելով, որ Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ բնակավայրերում ապրելու են բարձր աշխատավարձ ունեցող հանքի աշխատակիցներ, Lydian-ը գնահատել է սպասվող սոցիալական ռիսկերը, կապված պոռնկության և սեռավարակների մակարդակի բարձրացման և տարածման հետ։ Այդ վտանգները մեղմացնելու համար ընկերությունը հատուկ դասընթացներ կկազմակերպի և անվճար պահպանակներ կբաժանի համայնքներում, առողջարաններում, հյուրանոցներում և հանգստյան տներում։ Եվ վերջապես, Lydian International-ը հանքագործությամբ զբաղվող առաջին ընկերությունն է, որը կֆինանսավորի Հայաստանի բնապահպանության նախարարությանը 5,7 միլիոն դոլարով։ Ջերմուկ ազգային պարկ ստեղծելու նպատակով։